Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական և կանխատեսող թողարկումը պարզապես փոթորկելու է ձեր հույզերն ու ստիպելու է անթարթ հետևել էկրաններին, քանի որ այն զարգացումները, որոնց մենք ականատես ենք լինելու, անդառնալիորեն կործանելու են մեր հերոսների վերջին հույսերը։ Սերիալում հատվել են բոլոր կարմիր գծերը և այն գաղտնիքները, որոնք տարիներ շարունակ թունավորում էին հերոսների կյանքը, վերջապես պայթում են, իրենց տակ թողնելով միայն ավերակներ։ Ամեն ինչ սկսվում է իսկական ընկերոջ անհանգստությունից և անտեղի հպարտության բախումից։ Սարիկը Նարեի հետ խոսելիս իմանում է ամենասարսափելի և պայթյունավտանգ լուրը։ Լեան ու Լեոն փախել են միասին և արդեն պարզից էլ պարզ է, որ առաջիկայում սպասվում է աննախադեպ ու արյունալի պատերազմ։ Սարիկը շատ լավ ճանաչում է Հունանին։ Նա հասկանում է, որ այս ստեղծված պայմաններում Լեոյի կյանքն ու առողջությունը գտնվում են մահացու վտանգի առաջ։ Մոռանալով նախկին վիրավորանքներն ու վիճաբանությունը, նա անմիջապես զանգահարում է Դավիթին, առաջարկում իր անշահախնդիր օգնությունն ու անհանգստացած հետաքրքրվում, թե արդյոք կա որևէ նորություն։ Բայց Դավիթը, ով շարունակում է կուրանալ իր սեփական ագրեսիայից և էգոյից, կոշտ ու անշնորհք կերպով մերժում է ընկերոջը։ Նա մեծամտորեն պատասխանում է, որ Սարիկի օգնության կարիքը բացարձակապես չկա, որ ինքն է Լեոյի հարազատ եղբայրը և հաստատ շատ ավելի անհանգիստ է, քան նա, ինչից հետո պարզապես երեսին անջատում է հեռախոսը։ Դավիթն իր այս պահվածքով վերջնականապես մենակ է թողնում իրենց ընտանիքը այս դաժան պատերազմում։ Իսկ մինչ Դավիթը վանում է բոլորին, Լեան և Լեոն փորձում են վայելել իրենց փախուստը։ Սակայն Լեայի ներսում իսկական դժոխք է։ Նա ծայրաստիճան անհանգիստ է, լարված ու նյարդային։ Նա շարունակ կրկնում է Լեոյին, որ վստահ է, հայրն այս հարցն այսպես չի թողնի։ Նա անպայման մի սարսափելի բան կանի, որպեսզի խանգարի իրենց։ Լեան կարծես մահապատժի սպասելիս նստած անընդհատ սպասում է, թե որ վայրկյանին է պայթելու հոր ուղարկած ռումբը։ Լեոն ամեն կերպ փորձում է հանգստացնել սիրելիին, աղերսում է հանգիստ մնալ և չմտածել վատ բաների մասին, հավաստիացնելով, որ եթե իրականում մի վատ բան պատահած լիներ, իրենք արդեն հաստատ կիմանային։ Բայց Լեան ոչ մի կերպ չի հանդարտվում, և այստեղ մենք, որպես վերլուծաբաններ, պետք է նկատենք մի շատ ցավոտ օրինաչափություն։ Արդեն որերորդ անգամն է մենք տեսնում ենք նույն սցենարը, թե ինչպես է Լեան որոշում կայացնում դեմ գնալ իր ամենակարող հոր կամքին և թե ինչպես է վերջին ամենավճռորոշ րոպեին վախը հաղթում և նա լքում է Լեոյին ու փախչում տուն։ Սակայն հայտնենք, որ այս անգամ բացառություն է լինելու և Լեան մնալու է Լեոյի հետ մինչև լուսաբաց։ Այս նույն ընթացքում մակունցների առանձնատանը տիրում է կատարյալ հոգեբանական քաոս։ Հունանն ու Գրիշոն վերադարձել են տուն և Իննայի հետ միասին փորձում են քննարկել ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Նրանք լարված փնտրում են լուծումներ, որոնք դեռևս անհնար է գտնել։ Եվ հենց այս պահին Գրիշոն, չկարողանալով զսպել իր էմոցիաները, մորը հայտնում է ցնցող ճշմարտությունը։ Նա Իննային ասում է, որ այսքան անլուծելի խնդիրների, փախուստների ու վտանգների մեջ իրենց հայրը դեռ մի բան էլ ցանկանում էր գնալ և Սարգսյանների դեմ առ դեմ խոստովանել, որ անձամբ ինքն է սպանել նրանց հորը՝ Ռաֆին։ Լսելով ամուսնու այս խելահեղ մտադրության մասին, Իննան պարզապես հայտնվում է կատարյալ շոկի մեջ, գիտակցելով, որ իրենց ընտանիքը կանգնած է վերջնական կործանման եզրին։ Բայց սերիալի ամենաուժեղ և էմոցիոնալ առումով ամենածանր հարվածը դեռ առջևում է։ Մանանը, ով նախորդ գիշեր պատահաբար իմացել էր իր հոր իրական մարդասպանի անունը և Գրիշոյի նենգ լռության մասին, ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ։
Այդ խեղդող ճշմարտությունը նրան վերածել է բոլորովին այլ մարդու։ Հաջորդ առավոտյան նա վերցնում է հեռախոսը, զանգահարում է Գրիշոյին և կանչում հանդիպման։ Գրիշոն, ով ոչ մի բանից տեղյակ չէ, անսահման ոգևորվում է։ Նա միամտաբար կարծում է, թե Մանանը որոշել է ներել իրեն, փոխել իր վերաբերմունքն ու ամեն բան սկսել մաքուր էջից։ Սակայն նրա երազանքները փշրվում են հանդիպման առաջին իսկ վայրկյանին։ Մանանը մոտենում է, նայում նրա աչքերին և առանց որևէ բան ասելու ուժգին ապտակում է Գրիշոյին։ Հետո ևս մեկ անգամ, երկու ծանր ապտակ, որոնք արտահայտում են տարիների ցավն ու դավաճանությունը։ Գրիշոն, կորցնելով ինքնատիրապետումը, անմիջապես ագրեսիվ տոնով սկսում է խոսել Մանանի հետ, սպառնալով, որ եթե նա չհանդարտվի, ապա շատ վատ կլինի նրա համար։ Բայց Մանանն այլևս չի վախենում ոչ մի բանից։ Նա սառնասրտորեն պատասխանում է այնպիսի բառերով, որոնք դանակի պես կտրում են Գրիշոյի հոգին։ Նա ասում է, որ ինքը դեռ չափազանց քաղաքավարի ու զուսպ է խոսում իր հորը սպանողի լակոտի հետ։ Այս բառերը լսելով Գրիշոն պարզապես կորցնում է խոսելու ունակությունը։ Նա քարանում է տեղում։ Սառը քրտինքը պատում է նրան։ Նա վերջապես հասկանում է, որ Մանանը գիտի ամենասարսափելի ճշմարտությունը և որ սա այն վերջին ճակատագրական կաթիլն էր։ Գրիշոն գիտակցում է, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ վերջնականապես ավարտված է և այլևս չկա ոչ մի փրկություն։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչ քայլերի կդիմի Հունանը, երբ առավոտյան իմանա, որ իր դուստրն արդեն համարվում է Լեոյի կինը։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մեզ համար չափազանց կարևոր է իմանալ ձեզանից յուրաքանչյուրի տեսակետը։ Եկեք միասին քննարկենք Գոյամարտ հեռուստասերիալի հետագա զարգացումները։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։